մի կարևոր հայտարարություն էլ ուզում եմ անել։ Դուք լուրջ հարցեր ունեք, եթե չունեք, ես ասեմ։ Ես հիմա մի լուրջ հայտարարություն եմ անում։ Ուրեմն հիմա ինչքան առաջադրել եմ տեխնազությունս, մեզ կապում են կրիմինալ։ Դիտավորյալ դա ուրեմն բարձրաձայնում են, դիտավորյալ խոսում են։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։ Հիմա բարձրաձայնում եմ դրանց։ Եթե հանգարց, նորից եմ ասում, մեզ հետ կապված մի հատ նորից ոտնձգություն արվեց, ուրեմն այդ ամբողջ փաստերը քաղաքում չեն մեջ դուպրոչի մասեմ ձեզ, դրսում են աշխարհի բոլոր նախագահներին, իրավական բոլոր հաստատություններին այդ փաստերը գնալու է, թե սրա հետևը ով կարող է լինի եւ ով կարող է սա անի։ Եվս մեկ անգամ ասում եմ, ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ, եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ։ Այդպիսի խոսակցություն մահափորձ, մի հատ հասկացի, չես հասկանում։ Ուրեմն նմանատիպ ոտնձգություն 2007 թվականից, որ արեցին մինչև այսօր բացահայտված չի։ Հասկանալի է։ Հա, էլի, Սատիկ ջան, երկրորդ Սեյրյան։ Ուրեմն, ես ասեցի, մի քչփորեք ինձանից ոչ մի բան չեք կարող իմանալ, բայց եթե հանգարց նմանատիպ մի բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհում մեկ, այդքան բան։ Ուրեմն ոչ էլ այդ հարցին ոչ մի բան չեմ պատասխանում, խնդրում եմ էլ միք ինձ հարցրեք, որովհետև ես չեմ պատասխանի միանշանակ։ Մնացածը այլ հարցեր ունեք, տվեք պատասխանը, երեխեք ջան։ Ոչ։ Եվ երեկվա դատավարությանն էլ անդրադառնանք, հա, կարող։ Երեկվա դատավարությունն էլ էսպես ասեմ դες։ Ուրեմն մենք տվել ենք մարդկանց բնակարան կառուցելու, տվել ենք կենցաղ-սպասարկման օբյեկտներ կառուցելու, ուրեմն դրա համար քաղաքապետին մեղադրանք են առաջադրել։ Հիմա դուք պատկերացրեք։ Հիմա մենք սկսում ենք գործընթացը, պիտի աշխատենք, հողհատկացումներ պիտի անենք, շենք-շինություններ, որ մարդիկ կառուցեն։ Դուք պատկերացրեք, կա քաղաքաշինության բաժին, որտեղ քաղաքի հադագագիծը միայն իր մոտ է գտնվում, եւ այստեղ այդ բաժիններում աշխատում են 20, 30, 40 հոգի անձնավորություններ, մասնակիցներ, եւ իրենք այդ գործի մասնակիցներն են։ Ուրեմն այդ բոլոր ճանապարհը անցնում է, նախագիծ են կազմում, 17-10 հոգի ստորագրում են, բերում են վերջում քաղաքապետին ստորագրելու, հասկանալի է։ Այսինքն քաղաքապետը այդտեղ անելու ոչ մի բան չունի, ինքը մասնագետ չէ։ Քաղաքապետը օրական կարող է 150 որոշում կայացնի։ Այդ մասնագետներին թողել են, քաղաքապետին բերել են մեղադրանք են առաջադրել։ Միքայելի ժամանակ հողհատկացում է արել, նորից ինձ են մեղադրում։ Բալասանյան Սամվելի ժամանակ հողհատկացում է արել, ինձ են մեղադրում։ Դուք հասկանում եք, թե ինչքան աբսուրդ է այդ ամեն ինչը։ Ուրեմն այդ դատարանի շենքը պատկերացրեք 13 թե 17 թվականին իմ տեղից գնել է։ Հիմա ինձ մեղադրանք են առաջադրել, թե շենքը ինչ իրավունք ուներ, որ վաճառել են։ Այնքան չգիտեն, որ օրենքի մեջ ֆիքսած է, որ քաղաքապետարանի բալանսի վրա նստած յուրաքանչյուր գույք քաղաքապետարանը ավականին իրավունք ունի վաճառելու։ Եվ այդպես կինո հոկտեմբերը, Դադախազության շենքը, Գյումրի ռեստորանը, հասկացար, KGB-ի շենքը, այսինքն այդպես սաղ ամեն ինչ։ Եվ մենք, եթե այդ չանենք, այդ շենքերը կփլվեր։ Հասկանալի, հիմա այդ շենքերի նկարները կա, որ տեսնեք, եթե հանգարց մենք հիմա դա կառուցեինք, դա կավիրվեր, կքանդվեր ու կվերանար։ Փոխանակ մի բան էլ պարգևադրեն, բերել են ներկայացնեն, ցել հել է խոսում են, բան այսպես, դիմո մի կողքի մարդիկ եկան, չգիտեն դե, այս ինչ է դրա համար, այդ ամեն ինչը ես գիտենալով առաջադրել եմ տեխնոլոգիությունս, որ մեր վրա ոչ մի բան չկա, ոչ մի բան, ինչ որ հիմա քեզ բռնեն, տանեն տադեն, այդպես։ Բայց նշածները բոլորը թվերով ապացուցել չեն, որ նշում եք կամփաներ։ Բոլորը ապացուցում ենք, ներկայացրել ենք եւ դա գործընթաց է, հետո ժամկետանց է այդ բոլորը։ 10 տարին բոլորը անցել է։ Այսինքն 2 րոպեդո դրանք թափում են։ Այս բեմականացումը ինչու համար է չեմ էլ հասկանում։ Այսինքն բոլորը 10, 15 տարի, 18 տարի անցել է։
Օրենքը ֆիքսած է, որ եթե 10 տարուց հետո թե որպես ինչ են քննարկում, այդպես աղմուկ բարձրացնում նրա համար, որ ես վախենամ չառաջադրեմ իմ տեխնազությունս, բայց ես դրա համար չեմ վախենում ու առաջադրում եմ իմ տեխնազությունս ու այսպես է։ Այո։ Բազյան նաև ինչ որ փաստաթղթի մասին խոսք գնաց։ Փաստաթղթերն են միջից կողացել են։ Ուրեմն ասեմ քեզ, այդ գործընթացը առաջ եթե 60 հոդվածի տակ էր եղնում այդ հողը, ուրեմն պատկերացրեք, այստեղի բաժինները ուղարկում էին մարզպետարան, հետո քաղաքաշինության նախարարություն, այնտեղից թույլտվությունը գալիս էր, այսինքն գեյմպլանի մեջ, հադագագծի մեջ փոփոխություն անելու։ Փոփոխություն անում է միայն քաղաքապետարանը, այսինքն այս քաղաքապետարանը ինքն է իր գլխուն սարքում, հա։ Մենք այս քաղաքապետարանը գտել է, որ այդտեղ փոփոխություն պետք է անի, որովհետև երկրաշարժից հետո, ասենք, պատկերացրեք, բանի հետ կոնկրետ Տիմիրյազևի փողոց մասին է խոսքը, Շերբին է այդ հատվածը, այդտեղ այգի եղել, բայց հիմա մի ծառ չկա, երկրաշարժից հետո ամբողջությամբ բանը կտրել է ժողովուրդը։ Այդտեղ հարյուրավոր, հազարավոր շենք-շինություններ կան։ Այդտեղ օրինականացրել են մարդիկ բնակելի են կառուցել։ Եվ հիմա 23 թվականի հադագագծի մեջ է փոփոխություններ է արվել։ Դրա համար ինձ մեղադրանք են առաջադրում, հենց այդ բեմականացված խոսում են, այ ամոթը սա է, խայտարակություն է սա։ Հետո մի հատ այդ բանի համար ինչի հարց չեք տալիս, որ սրանք ընկել են մեր հետ, այս երկորը ընկել են հետևիցս, որ ասում եմ Բելորուսը, Ռուսաստան միութենական այդ պետությունների հետ կապված։ Հա, ուրեմն գիտեք ինչ կա, այնքան տգետ ու անպատկառ, անտասիրակ տագանքներ են, գիտես չեմ ուզում դրանց բառերով ես ասել, երբ որ հանդիպեմ կասեմ ես իրանց մեկ քանիսը կան։ Ուրեմն պատկերացրեք, անկախության հարցը ինչպես մարդը կարող է ուրեմն քննարկի, որ մենք անկախության հետ կապված որևիցե մի խնդիր, մենք չենք ասում, մենք նաբարոտ, մենք ուզում ենք անկախությունը պահենք։ Այսինքն մենք ասում ենք ռուս-բելորուս միություն, Եվրոմիություն կա, տես հավաքվել են այդ պետությունները միություն են ստեղծել։ Մենք անատ 320 միլիոնանոց այս թուրքալեզու ազգի մեջ է, Ադրբեջանը գիտեք մենակ է, Ադրբեջան ամբողջ Միջինասիան Ադրբեջանի թիկունքն է, թուրքերը իր թիկունքն են, Իսրայելը իր թիկունքն է, մուսուլմանական աշխարհները դրանք սաղ այդ միությունների մեջ են, բացի Հայաստանից։ Իսկ դուք ընչեք պատզգում։ Սահմանները բացում են, թուրքերի այդ մասի սարը հանում են հայոց զինանշանի վրայից, սահմանադրություն ուզում են փոխել, ցեները չի ելում, Արցախը տվեցին, ցեները չի ելում, այս մեկ միություն են կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ ելեք մեղադրանք եք ասում, թե ոնց կարող է ուրեմն անկախությունը սակարկել, այ դադարքներ, ինչ անկախության մասին է խոսքը, մենք անկախությունը այրան կնով են ձեռք բերում, դրա մասին քննարկման առարկա չէ, այո մենք կարող ենք եւ մտնել ռուս-բելորուս միության մեջ եւ կարող ենք Եվրոմիության մեջ մտնել, բայց մեզ չեք թող Եվրոմիությունը մեզ բանի տեղ է չի տնում, ինչ ոնց որ Վրաստանին, ոնց որ Ուկրաինային Մենք ուրախ ենք, որ մտնենք միությունների մեջ, որպեսզի պաշտպանվի մեր երկրի սահմանները։ Դուք ինչի չեք ուզում, որ մենք մտնենք այդ միությունների մեջ։ Չեք ուզում, որովհետև թուրքերի հետ եք պայմանավորվել։ Որտեղ ուզում եք Հայաստանը սարքեք թուրքական վիլա այդ, ոչ թե Ռուսաստանի։ Օրինակ ինձ եթե մնա, ես եթե լուրջ նախագահ ունենանք, լուրջ վարչապետ ունենանք, հասկացար, իմ գիտեցած մարդը լինի կամ իմպես մտածելակերպ ունենա, այ Պուտինը հետ կնստի քսեթե Ղարսի պայմանագիրը լրացել է։ Ինչ եք մտածում Ղարսի վերաբերյալ։ Ինչի չեք հետ վերադարձնում Ղարսը։ Դուք եք տվել, ռուսներն են արել։ Ինչի Նախիջևանը հետ չեք վերադարձնում, որովհետև պայմանագիրը լրացել է։ Այ նմանատիպ առաջ քաշումներ պիտի լինի հայոց երկրի կողմից, ոչ թե վախեցած, հնգնավորված, ես չգիտեմ, հայոց պատմությունը չգիտեմ։ Հայոց պատմությունը չգիտեցող ինչ իրավունք ունի հայոց երկիրը ղեկավարել։ Սրանք որ ասում են դες տարածքները, այս բանը օկուպացված տարածքները։ Մեկի բերանի չլսեցիք, թե հայկական տարածքների ինչ օկուպացված տարածքների մասին է խոսքը։ Բերեք լանեք աշխարհի ամբողջ քարտեզները։ Ես մեկի բերանի չլսեցի, թե ամբողջ աշխարհում կա 5 քարտեզներ։ Հələ այդ 5 քարտեզները հանեք նայեք Ադրբեջան, կա այդպիսի պետություն կա։ Բացի հայոց հանրապետություն, ես չհասկացանք ամբողջ աշխարհը այլ բան է ասում, մի քանի թափ տպուկ ուրիշ բան է ասում, դուք եք ցեներդ կտրած վախվորիկ հայոց պատմություն չգիտեք, թե դիդավորյալ եք անում։ Ես կասեմ, եւ պատմություն չգիտեն, եւ դիդավորյալ են անում, պայմանավորված են թուրքերի հետ։ Վերջացավ այսքան բան։